բոլոր գյուղերում, քաղաքներում, թաղամասերում, երբ որ մարդկանց ես հարցնում եմ, ասում եմ, կան ձեր գյուղում, օրինակ, կամ քաղաքում, կամ թաղամասում չլուծված խնդիրներ։ Ասում են կա, ասում եմ, ինչքան պետք կլինի գումար, այսինքն առանց գումարի հնարավոր չի, չէ՞, այդ խնդիրը լուծել, եւ այդ գումարը պետք է լինի բյուջետային։ Ընդ որում, մեր փորձը ի՞նչ է ցույց տալիս։ Երբ որ գումարը բյուջետային չի, գումարը ծախսվում է եւ խնդիրը չի լուծվում։ Մենք այսօր ունենք բազմաթիվ հանրապետությունում կառուցված բարեգործական տրամաբանությամբ մանկապարտեզներ, միջև մենք պետական բյուջեն տեր չի կանգնել այդ մանկապարտեզներին, դպրոցներին, չգիտեմ, զբոսայգիներին, մնացած բաներին, որովհետև այդ բոլոր կամ հիմնական մեծ մասը ցավոք սրտի այդ այսպես կոչված բարեգործական նպատակներով կառուցված բաները իրանք մի ռեպորտաժի կյանք ունեն կամ 4 ռեպորտաժի կյանք, որովհետև հավաքվեցինք, նկարվեցինք եւ ես անկեղծ ասած ես շատ բան ունեմ, նյարդ ունեմ կուտակված այն դեպքի համար, երբ որ մարդիկ ասենք ենթադրենք 100,000 դրամի բարեգործություն են անում, 4 միլիոն դոլարի գովազդ են անում իրանց, այսինքն 100,000 ծախսում են մի հատ պուլպուլակ սարքելու վրա, հետո 4 միլիոն դոլար ծախսում են լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի վրա։ Ու բանի բարեգործի բան է այն մեծ sense դոշի կեսը փակող մեդալները վրեքներից կախած ման են գալիս։ Սա էլի մեր հանրային ընկալման բաների մասին է։ Ես օրինակ որտեղ տեսնում եմ բարեգործություն, ես կներեք արդեն բան ունեմ, ալերգիա ունեմ, որովհետև ես վարչապետի պաշտոնում ես տեսել եմ թե դա գործնականում ինչ է նշանակում։ Ես ձեզ օրինակ պատմեմ։ Մարդիկ նամակ են գրում, ասում են, բան մեր գյուղի մանկապարտեզը չասեմ որ գյուղի, չի գործում մեր գյուղի մանկապարտեզը, բան նոր կառուցված մանկապարտեզը, սենց ոնց կլինի եւ այլ, հետաքրքրվում ենք, այս ինչ մանկապարտեզը։ Պարզվում է, որ մանկապարտեզը կառուցվել է բարերարների ջանքերով, կառուցվել է, բացումը արվել է, ռեպորտաժները գնացել են, վյուները ապահովել են, լայքերը ապահովել են, կոմենտները ապահովել են, մեդալը կախվել է, անունները քանդակվել է պատերին, ոսկետար, բանի ադամանդակուր եւ այլն ու բանը պարզա երեկոյան ընթրիկ առավոտյան խաշ եւ բոլորը արդեն ծրվել են եւ դրանից մի ամիս հետո մանկապարտեզը փակվել է ինչու որովհետեւ փոսանքի պարտք ունի եւ պարչի ով պետք է վճարի ջրի պարտք ունի աշխատողները աշխատել են բա ով է վճարելու իրանց աշխատավարձը Եվ այլն եւ այսպես շարունակ։ Իհարկե հիմա այդ մանկապարտեզը գործում է, որովհետեւ կառավարությունը իր որոշումներով դա դրել է այդ թվում համենքային եւ մենք այդ պահից արգելել ենք հույս ունեմ, ես գոնե այդպես եմ հանձնարարել, արգելել ենք ցանկացած նախագիծ, որը կառավարության սահմանած ստանդարտի մեջ չի, որը այդ թվում համենքային կամ պետական բյուջեի տրամաբանության մեջ է դրված եւ այդ տրամաբանության մեջ է աշխատում։